Մարգարեն օգտագործեց թզի 2-3-ը ժողովրդի ապագան ցույց տալու համար։ Երեմիա 24:10 գրված է. «Եվ ես նրանց մեջ կուղարկեմ սուրը, սովը և ժանտախտը, միջև որ նրանց վերջացնեմ հողի երեսիցը, որ տվել եմ նրանց և նրանց հայրերին»։ Սա շատ տխուր է։ Դավթի սերունդը ապականեց Իսրայելի ժողովուրդը։ Եվ ինչ պատահեց հետո։ Ես ձեզ հորդորում եմ չմնալ մեղքի մեջ և վերադառնալ Հիսուսին։ Աստված ընդունում է մաքուր սրտով մարդկանց։ Դիտենք հետևյալ վկայությունը։ Ձեռքս ցավում է եւ խնդիր ունեմ ողնաշարիս հետ։ Այո։ Ես մի քանի անգամ հետազոտվել եմ։ Իսկ ինչ է պատահել ձեր ձեռքին։ Այլևս ոչինչ չեմ զգում։ Իսկ նախկինում ինչ եք զգում։ Ձեռքս ցավում էր, չէի կարողանում բարձրացնել։ Հիմա ամեն ինչ լավ է։ Փառք Աստծո։ Բարձրացրեք ձեր ձեռքերը։ Փառք Աստծուն։ Աղոթենք։ Հայր, ես աղոթում եմ այս մարդու համար, ով պատրաստ է փոխվել եւ վերադառնալ դեպի քեզ։ Ես հանդիմանում եմ դևերին, ովքեր տանջում են այս մարդուն, եւ հրամայում եմ, որ նրանք հեռանան։ Օրհնվիր եւ ապրիր Աստծուն ծառայելով։ Ամեն։